անելանելի իրավիճակ չկա քաղաքականությունում եւս։ Նախ առաջինը կներեք ձեզ շտկեմ ձեր խոսքը, դուք ասացիք իրենք պլան B-ին հասան, իրենք պլան B-ին չեն հասել, իրենք պլան A-ին են հասել։ Իրենց պլան A-ն դա անդիմություն դառնալն էր։ Եվ իրենք էլ դա շատ լավ գիտեն, իրենք հիմար չեն։ Իրենք գիտեին, որ չեն կարող իշխանություն դառնալ։ Ընտրություններին ժողովուրդը իրենց այդ մանդատը քվեն չի տա։ Իրենք հասել են իրենց նպատակին, դարձել են տիտղոսային անդիմություն։ Արևմտամետ ուժերը խորհրդարանում չեն, իրենք են հերթական անգամ իրենց այդ տեղը իրենց մի խոսքով ամրացրել են։ Հիմա հարց. ինչ է լինելու հետագայում։ Այո, սահմանադրական մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիրը չունի։ Բայց ով է ասել, որ այդ հնարավորությունը քաղաքացիական պայմանագիրը չի կարող ունենալ հետագայում։ Ով է ասել, որ ժամանակի ընթացքում իրենց շարքերից չեն հայտնվի անկախ падգամավորներ։ Ով է դա ասել։ Ես օրինակ դա չեմ բացառում։ Բոլորովին եւ ժամանակը ցույց կտա, դա կլինի թե ոչ։ Ես ինչու եմ այդքան վստահ ասում կլինի թե ոչ, որովհետեւ ես գիտեմ, որ իրենք գնալու են խորհրդարան։ Սուսուփուս եւ խելոք գնալու են մանդատը։ Իհարկե վերցնելու։ Տեսեք, դուք այդ հարցը նույնիսկ չեք տալիս, բայց ես դες պատասխան վերցնելու են։ Որտեւ դա է եղել իրենց նպատակը։ Դու, ասենքն առնվազն տրամաբանական չի, չէ՞, որ դու գնաս ընտրություններին անդիմություն դառնալու համար, հա, այդ խորհրդարանում այդ տեղը վերցնելու համար դու մանդատները չվերցնես։ Չի կարա այդպես բան լինի։ Վրացական անդիմությունը չի վերցրել մանդատները, որովհետև ինքը իրոք գնում էր իշխանափոխության։ Ինքը հույս ուներ, որ ժողովուրդը կընտրի իրեն եւ ոչ թե վրացական։ Դա մանդատները չվերցրեցին եւ փորձեցին պայքարել, հաջողության չհասան։ Հիմա այս մարդիկ իրենց նպատակին հասել են, ինչի՞ պետք է մանդատներից հրաժարվեն։